2019-ից 2021 թվականներին ազգային ժողովի падգամավոր է եղել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 2021 թվականի հունիսի 20-ին ազգային ժողովի падգամավոր է ընտրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Եղել է առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2026 թվականին Տիկին Լուսինե Բադալյանը падգամավոր է ընտրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ Եվ վերջում իմ կողմից հավելեմ, որ Տիկին Լուսինե Բադալյանը բավականին բարեկիրթ, գրագետ եւ ինչպես նաեւ արդեն հավանաբար շատերը նկատեցին, առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում բավականին մեծ փորձ ունեցող անձնավորություն է։ Այսքանը։ Հարցերի համար հերթագրում։ Տիգրան Աբրահամյան։ Շնորհակալություն։ Ողջունում ենք Տիկին Բադալյանի բարեկրթությունը, բայց այսպիսի հարց կենսագրությունը ներկայացնելիս տեսանք, որ Տիկին Բադալյանը ցավոք չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ եւ այստեղ հարց ինչի հիման վրա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշում է կայացրել առաջադրել թեկնածուին հաշվի առնելով, որ թեկնածուն չունի համապատասխան մասնագիտական պրակտիկ փորձ։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, հավանաբար ուշադիր չէիք լսում, երբ ընթերցում էի Տիկին Լուսինե Բադալյանի կենսագրությունը, վերջինս ունի բավականաչափ մեծ եւ հարուստ փորձ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքի։ Արձագանք։ Խոսքը բժշկական կենտրոններում եւ բուժհաստատություններում աշխատանքի մասին էր, ինչպես հասկացանք, որ Տիկին Բադալյանի միակ փորձը սահմանափակվում է ազգային ժողովի մշտական հանձնաժողովում, առողջապահության ոլորտի մշտական հանձնաժողովում եւ փաստացի որևիցե պրակտիկ մասնագիտական փորձ Տիկին Բադալյանը ձեր ներկայացմամբ չունի։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, ստիպված եմ շեշտել, որ մենք ընտրում ենք առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ եւ ոչ թե որևէ բժշկական կենտրոնի տնօրեն։